Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցում եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, շնորհակալ եմ Արգիշտի մեր վերնունելու համար։ Այսօր մի փոքր ներքաղաքական հարցերից խոսենք, ընդդիմությունը, որը առնվազն այս 7 տարիներին ապացուցել է, որ գոնե ընկալումն այդպիսին է, որ չունեն որևէ ծրագիր կամ ծրագիր, որը հայտնի է ինչով է սկսվում եւ ինչով է ավարտվում, հա, այնուամենայնիվ անընդհատ այսպես թեժ քննարկումներ են, չէ, թեժ աշուն, հետո թեժ գարուն, դե ձմեռը ցուրտ է, թեժ չի լինում, ամռանը շատ թեժ է, ավելի թեժ չի լինում, անել գնում ենք հանգստանալու ծովափերին, հա։ Եվ այս տարի էլ ինչ որ սպասումներ կային, գոնե այսպես քաղաքային խոսակցության մակարդակում, որ հիմա ինչ որ բան կստացվի ապրիլի 24-ին, չգիտեմ, ինչ որ բողոքի ալիք սկսվի, դրանից առաջ ասում են Գյումրիից ինչ որ մարդկանց կքայլացնեն, հա, քո վերլուծությունները եղած հրապարակային խոսույթի հիման վրա, խոսակցությունների, քաղաքական գործիչների կամ այդպիսին հանդես եկողների, իրականում ընդդիմության որևէ թեև ուներ ծրագիր է զգարնան հետ կապված, որևէ բան նախաձեռնելու։ Սա ինչու եմ ասում, որովհետև Սերժ Սարգսյանը բառացիորեն երեք հայտարարեց, որ իրենք ինչ-որ ծրագիր այնուամենայնիվ ունեն։ Իհարկե մենք մինչև այս տեսնենք միայն ծրագիր, որով իշխանություն հանձնել են, բայց ասում են ոնց որ վերցնելու էլ ունեն։ Այք ես այս խմբերին չի կոչի ընդդիմություն։ Սկսենք դրանից։ Առաջինը, ընդդիմություն համարվում է նա, ով ռեալ բոլոր միջոցներով պայքարում է իշխանություն վերցնելու համար։ Դե նույն բանը Ալեն Սիմոնյանն ասում։ Չէ, գիտեք ոնց է։ Հիմա որ եթե Ալեն Սիմոնյանը ասի, որ ասենք մատունը սպիտակ է, պետքա մեջ չընկնես, որ սև է։ Հետո գիտեք անգամ կանգնած ժամացույցը երկու անգամ ճիշտ ժամը չէ ցույց տալիս։ Այո, այն էլ օրվա մեջ։ Այո, ուրեմն անգամ կանգնած ժամացույցը։ Հիմա նայեք, դա ոչ թե ես եմ ասում կամ ասենք Ալեն Սիմոնյանը կամ ինչ-որ մեկը բոլորից։ Սա հանրահայտ ճշմարտություն է, ցանկացած դրսում, ներսում քաղաքական վերլուծաբանի հարցեք, ով է ընդդիմությունը։ Թե չէ կամ բազմաթիվ խմբեր, ասենք, գիտեք, որոնք ավելի շատ այլախոհներ են։ Այսինքն մարդիկ, ովքեր ունեն քննադատում են իշխանությանը հակառակ տեսակետ ունեն բոլորիս։ Բայց ընդդիմությունը համարվում է նա, ով ռեալ բոլոր միջոցներով պայքարում է վերցնելու իշխանությունը։ Ոնց պիտի դրսևորվեր դա։ Դա իր քայլերով։ Այսինքն մարդիկ տեսնեն այդ քայլերը։ Խորհրդարանում հարց տալը, պայքարելը, չգիտեմ։ Գիտեք ոնց է, ցանկացած, գիտեք, լրագրող էլ այս իշխանությունը շատ ավելի սուր հարցեր է տալիս։ Մենք տեսնում ենք, չէ, լրագրողները ժամանակ առ ժամանակ ոնց են այս իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում ձեր սիրելի Ալեն Սիմոնյանին բմլաղանում։ Բայց դա չնշանակեց, որ այդ լրագրողները պայքարում են իշխանության համար։ Կամ կան, ասենք, տարբեր քննադատներ, չէ, ասենք, վերլուծաբաններ, բայց դրանք այլախոհներ են։ Հիմա մենք էլ ենք քննադատում, չէ, իշխանությանը։ Բայց մենք չենք պայքարում, չէ, այս պահին իշխանություն վերցնելու համար, բոլորիս։ Ըստ դրա, գիտեք, շատ մեծ ճոխություն կլներ, եթե մեզ կոչեին ընդդիմություն։ Դա վերաբերում է բոլորին, բոլորիս, պետք է ուրեմն բնորոշումները ճիշտ ներկայացնես, ճիշտ տաս։ Թե չէ այլ պարագայում ամեն ինչը հայկական իրականության մեջ վերջում ստացվում է բալական։ Հիմա 7 տարի է կա մի, ասենք, ապիկար իշխանություն, ճիշտ է, որը հանձնում է ամեն ինչ, ինչ կարողանում է, ինչ ձեռնարկում հանձնում է։ Դեռ մենակ իրանց ընտանիքներին չեն հանձնել։ Մնացած երկրի
կարգավիճակից, երկրի սուվերենիտետից ինչ հնարավոր է հանձնում են։ Ու այս պարագայում ռեալ պայքար իշխանություն վերցնելու համար դուք տեսնում եք։ Եթե դուք տեսնում եք, ես չեմ տեսնում։ Ըստ դրա նորից եմ ասում, ես դրա համար էլ իրենց ընդդիմություն որպես այդպեսին չեմ դիտարկում։ Իրանք շատ բան կարող են անվանել։ Հենց իրանց այս գործողությունները պայմանավորված են ոչ թե իշխանություն վերցնելով, այլ իրանց գործողությունները պայմանավորված են, որ ժողովուրդը իրենց համարի ընդդիմություն եւ ինչ որ տեղ տա։ Այսինքն իրանք պայքարում են ընդդիմություն լինելու համար, ոչ թե իշխանություն վերցնելու համար։ Այս 7 տարվա իրանց բոլոր քայլերը հենց դրանով են պայմանավորված, որ իրենք լինեն եւ մնան որպես երկրի ընդդիմություն։ Իսկ հենց դուք եք չէ ասում, ասենք, թեժ աշուն, թեժ գարուն, քանի 7 տարվա մեջ քանի թեժ աշուն, դե հիմա ուրիշ բան որ չի ստացվում, ուրիշ բան որ դուք ասում եք չեն ուզում։ Այսինքն դուք տեսաք այսպես ասած բարիկադների վրա արյունալի պայքար եւ չստացվեց։ Դե խաղաղ իշխանապողության կողմնակիցներ են։ Չէ, գիտեք ոնց է, մի երկրում, որտեղ ոչ մեկը դեռ ընտրությունով չի կարողացել վերցնել իշխանություն։ Բացատրել ենք, չէ՞, դա 100 անգամ։ Բանում Վարդան Ղուկասյանը վերցրեց Գյումրի։ Չէ, նայեք, գյուղի մակարդակով, քաղաքի մակարդակով կարող ես։ Նախկինում էլ են, չէ, բազմաթիվ նման դեպքեր եղել 30 տարվա մեջ։ Հենց որ այս կամ այն գյուղում կամ քաղաքում ինչ որ մեկի մոտ ստացվել։ Կարող են գյուղապետ ընտրվել, վարչապետ չէ։ Դե հա, թող փորձեն, հա։ Չէ, գիտեք, գյուղում իրանց հեղինակությունները կան, Երևանյան ընդդիմադիրներին հազիվ թե անգամ գյուղերում ընտրեն։ Լավ, չգիտեմ, ես այնուամենայնիվ այն համոզման եմ, որ այդ մարդիկ ուզում են, անգամ ոչ թե նրանց էական մասով, ոչ թե նրա համար որ հայրենիքը փրկեն կամ չգիտեմ, ես իմ տառապում են, քրքրվում են հայրենիքի դարձած, իրենք գիտեն թե ինչ են շահելու դրանով, էլի։ Ասենք համը տեսել են մի անգամ, ասենք ուզել ու ուզում են։ Բորիս, Հայաստանում կա 3 միլիոն, չէ, մոտավորապես մի քիչ կարող է պակաս բնակիչ, բոլոր չափահաս եւ անչափահասներին եթե հարցնեք, բոլորը կուզեն։ Հավատացեք, որ ոչ մեկը չի հրաժարվի։ Ուզում եք ձեր տանը հարցում անցկացրա, տնեցիկին հարցա, կուզեք իշխանություն։ Հաստատ են երեխեքն են կուզեն։ Ուզելը մի բան է, ասենք, այնքան մարդ կա, շատ բան է ուզում։ Դե եկանք դրան, որ ուզելը ուզում են, հիմա պետք է գանք դրան կամ ձևը չգիտեն, կամ չեն կարողանում։ Ձևն էլ գիտեն, չեն կարողանում։ Ուրեմն այնպես չի, որ այն մարդիկ, ովքեր եղել են իշխանության, չեն պատկերացնում ձևերը։ Այլ հարց, որ այդ իրական պայքարը շատ ավելի վտանգավոր է, քան պայքարի իմիտացիան։ Եթե պայքարի, որովհետև պարտվելու դեպքում դու կարող ես շատ երկար տարիներ, ոչ թե մի տարի, 2 տարի, 3 տարի, այլ 10-15 տարի առնվազն անցկացնես մեկուսարանում։ Շատ հետաքրքիր թիվ ասցին, ինչ եմ ասում, որովհետև ընդդիմադիր եղել են առաջնորդներ, որոնց ես շատ ուղիղ հարցրել եմ։ Ասել եմ դու պատրաստ ես 10-ից 15 տարի բանտ նստել, ասում եմ ինչի, դա ասում եմ իշխանություն վերցնելը ես անկեղծ այս զրույցից շատ առաջ իշխանություն վերցնելը ենթադրում է տապալման դեպքում 10-ից 15 տարի անցկացնել ճաղերի հետևում, լավագույն դեպքում որտեղ կարող է սպանեն էլ, նես չի որ պարտադիր պիտի բանտ նստածնեն։ Բանտը ամենալայց տարբերակը։ Ում հետ խոսում էին նրանցից 1-2-ը անկեղծ ասեցին մենք պատրաստ չենք, որտեղ մենք ուզում ենք լավ ամերիկանո, ամեն առավոտ, սիգար, մի խոսքով լավ կյանք ենք սիրում, փափուկ բանտում մեզ ոչ մեկ չի նայի։ Ասեցին մենք պատրաստ չենք դրան, 1-2-ը։ Մարդիկ կան, որ պարտադիր չէին համարում իշխանապողության համար պատրաստ լինել 10-15 տարի նստել։ Մարդիկ էլ կային, որ ասում են կմտածենք հələ։ Բոլորին չեմ հարցրել, դա էլ ասեմ, բայց ում հասցրել։ Մենք ապրում ենք մի երկրում, մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարական մեթոդները չեն գործում։ Օրինակ նայեք մեր հարևան Վրաստանը։ Ասենք Սահակաշվիլին, նախկին նախագահան,
արդեն քանի տարի է բանտում է, ու հա հոդված են ավելացում։ Ու լենքան կավելացում։ Հա, քանի ուրեմն Բիձինա Իվանիշվիլու ձեռնա իշխանությունը, Սաակաշվիլին շոկոլադ չի ուտել։ ոչ միայն շոկոլադ չի ուտելու, անգամ եթե նայեք կադրերը, բանտու անեն չի որ հանգիստ նստած է այդ հիվանդանոցում։ Տեսնում եք, ասենք, ոնց է նստած։ Օրինակ Իրանից առաջ, հենց որ նույն Սաակաշվիլին իշխանության էր, Բիձինայից առաջ մի հատ էլ օլիգարխ կար, որը իրան մարտահրավեր նետեց։ Բադրի Պատարկացիշվիլի էր իր անունը։ Պատահական մահացավ։ Հա, այո, պատահական միլիարդատեր էր ընդ որում, գիտեք, էթնիկ ծագումով հրեա էր, հրեական, նայեք Վրաստանում, ով ծանոթ է Վրաստանին, կամ ուղակի հրեաներ, կամ վրացի հրեաներ։ Վրացի հրեաներին վրացիք համարում են ոնց որ յուրային լրիվ, այսինքն որևէ խնդիր չեն տեսնում այս առումով, ու Բադրի Պաթարկացիշվիլին ուրեմն բացի միլիարդատեր լինելուց ինքը այսպես Վրաստանի հետ վրացի հրեա էր, բայց նաև մեծ դեր ուներ համաշխարհային սիոնիստական շարժման մեջ, բայց դա Իրան մահվանից չփրկեց։ Գանում եք, իշխանությունը նման երկրներում շատ դաշան է, գիտեք, այնպես չի որ այլ երկրներում այլ ձև է, ուղղակի այնտեղ դա երբեք այդպես հրապարակային ու ապաշխարա չի լինում։ Ասենք հիմա խոսքի օրինակ Ֆրանսիայում Բադրի Պատարկասիշվիլին ասենք կարող է նստածներին ինչ որ ասենք հյուրանոցի ասենք բանին այն հավաքարարի հետ սեռական ոչ համաձայնեցված ակտ Ոնց էր Մարին Լեպենին արգելել էր Մարին, ես պատահական չասեցի այդ օրինակը բերեցի, որովհետև դուք հիշում եք այն համաշխարհային բանկիրին, որը հենց դառնալու է Ֆրանսիայի նախագահի տեխնացու եւ ԱՄՆ-ում ինչ ձևով իրան խաղից հանեցին։ Անցան տարիներ, պարզվեց, որ այդ մարդը անմեղ է, բայց արդեն խաղից հանել են։ Հա, իհարկե ուշ էր։ Ասենք, հիշում եք, ասենք նույն Ասանջին Վիկիլիքսի ոնց ասենք խաղից հանեցին, ընդամենը ուրեմն երկու շվեդուհի հայտարարել էին, որ իրենց կամքին հակառակ սեռական ակտ է ունեցել, կամքին հակառակն էլ իրանք ներկայացնում են, որ ապահովիչով դա չի արել, թե իչտես ինչ-որ ձևով, հա։ Այսինքն ամբողջ աշխարհում էլ այդ մեթոդները կան, ուղղակի եվրոպական, այսպես ժողովրդավարական ճանապարհ անցած երկրներում, հա, ավելի ինչ որ լայց տարբերակնով են դա լինում։ Հիմա հայկական իրականության մեջ մենք տեսնում ենք, չէ, ասենք ստավկաներ ինչ բարձր են։ Եվ այդ պարագայում, երբ դու անկախությունից ի վեր երբեք որևէ հանրապետական ընդդիմությունը չի կարողացել նման ձևով իշխանություն վերցնել, դու հասկանում ես, որ ասենք իշխանությունը ատամներով ամեն ձևով պայքարելու է, որպեսզի իր աթոռը պահի։ Եվ նախկիններն են այդ մեթոդով գործել, եւ ներկաներն են այդ մեթոդով։ Այսինքն ներողություն, մարդը, որը որոշում կկայացնի, որում ես եկա մի համոզման, որ ընդդիմադիր ցանկացած ոլորտում առաջնորդ լինելու համար կարևոր է որոշում կայացնելու կամք ունենալ, որ դու որոշում ես ինչ որ բան անել եւ անում ես։ Հիմա ես քո խոսքից այսպես եմ հասկանում, որ այն քաղաքական առաջնորդը, որը որոշում կկայացնի իր համար վերջնական ձեռնոցն է իշխանությունին հերացման ծրագրով, ապա ինքը պիտի պատրաստ լինի նաև սպանվելու եւ բանտարկվելու։ Այսինքն հոգեբանորեն պիտի դրան պատրաստ լինի, այսինքն իր համար ներողություն ավարտեմ, իր համար այսինքն ռուսեն ասած ստրախովկեկ պիտի չունենա, որ այդ ստրախովկեքից իշխանությունները չօգտվեն։ Նա ոչ միայն պատրաստ պետք է լինի ինքը, այլ նաև պետք է վստահ լինի, որ կարող է նույն իրավիճակում իշխանությունները գցեն իր ընտանիքին եւ սառնասրտության մի քիչ շարունակի քայլել։ Այո, իհարկե։ Բա դա է խնդիրը։ Մենք երբևէ ունեցել ենք նման ընդդիմադիր քաղաքական առաջնորդ։ Դե հիմա գիտեք ոնց է, եթե ունենանք, երևի այդ առաջնորդը կվերցներ իշխանությունը այսքան տարիների ընթացքում։ Բորիս։ Հիմա լավ, հիմա ստացվում է անլուծելի խնդիր։ Չէ, նայեք, օրինակ ով ուսումնասիրել է նույն ասենք Բիձինա Իվանիշվիլին ոնց է վերցել իշխանություն, ինքը պատրաստ էր զոհաբերել իր ընտանիքը։
Ընդ որում ընտանիքն էր համաձայն դրան։ Հենց ընտանիքը, ուրեմն ես հիշում եմ իր հարցազրույցներից մեկը, հենց որ ինքը նոր էր վերցել իշխանությունը եւ պատմում էր, ինքը ասում է, ինչ որ մի պահ ես տատանվում էի, գնամ այդ քայլին չէ, ասում է կինս կանգնեց, ասեց, եթե դու հետ կանգնես, դու ամբողջ կյանքում ինքդ քեզ չես հարգի։ Մենք պատրաստ ենք որպես ընտանիք, խնդիր չկա, ասենք դու կարող ես դա դնել զոհասեղանին։ Ընդ որում նույն ձևով իշխանություն են պահում։ Ասենք Բորիս, նայեք, եկեք Դա Նիկոլը ցույց է տվել։ այո, հենց այդ օրինակն է ես ուզում բերել։ Հիշում եք 2020 թվականից հետո, հենց որ Նիկոլ Փաշինյանը գնաց ընտանիքի անդամների հետ միասին, ուրեմն եռաբլուր։ Ինքը ինչի ընտանիքի անդամներին հանեց Մեյդան։ Ասած ես զոհասեղանին Այո, ինքը ցույց տվեց, որ ինքը պատրաստ է իր ընտանիքի անդամներին դնել զոհասեղանին։ Այդ ժամանակ ես կարծեմ գրառում եմ արել կամ իմ հարցազրույցներում եմ նշել, հիմա չեմ հիշի, չէ, կարծեմ Facebook-ում եմ գրառում արել, որ ինքը դրեց այդ նշած ձողը։ Հիմա ով որ իրեն մարտահրավեր է գցելու իրենից իշխանություն վերցնելու համար, ինքը առնվազն այդքանը պետք է նույն ձևով դնի զոհասեղանին, այսինքն պատրաստ լինի զոհել նաև իր ընտանիքը։ Արգիշտ է հետաքրքիր թեմա բացիր, ես մի խոսակցություն պատմեմ, որ չգիտեմ, երևի թե քեզ ծանոթ այլ լրագրողներից կամ խմբագիրներից լսած կլինես։ Ուրեմն այդ դեկտեմբերյան եռաբլուր այցից հետո հունվարին այն ժամանակվա ընդդիմության համար, հավաքական ընդդիմության համար վարչապետի տեխնացու Վազգեն Մանուկյանը հանդիպում կազմակերպեց խմբագիրների հետ եւ քննարկումը հետեւյալի շուրջ էր. ինչ եք դուք կարծում, որ պարագայում հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հաղթել, կամ ինչ քայլեր կառաջարկեք անել։ Բոլորը խոսեցին, հերթը հասավ ինձ խոսելու, ես դիմեցի պարոն Մանուկյանին, ասացի հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը այս պահին իր արած քայլերով ցույց է տալիս, որ ինքը մահապարտ է իշխանությունը պահպանելու համար, շանս ունի այն ընդդիմադիր առաջնորդը, որը եւս մահապարտի տրամաբանությամբ կմտնի մարտի Նիկոլի հետ։ Եվ ասացի հետեւյալը, ասացի, որ պարոն Մանուկյան, իհարկե ես չգիտեմ դուք ինչ տրամադրվածություն ունեք, բայց դուք պետք է հասկանաք, որ նաև դուք ներկայացված եք տարբեր ուժերի կողմից, նման մտադրություններ պիտի ունենան նաև այդ ուժերը, որովհետև եթե ձեզ աջակցող ուժը այս կամ այն ուժը փորձի ինչ որ փոքր մասով ապահովագրել իր կապիտալը կամ իր կյանքը, չէ, կամ իր այս կամ այն հարցը, ապա դա լինելու է թույլ օղակը, ու իշխանությունը դրա վրա սեղմելու է եւ քանդելու է ձեր տակ եղած բանը։ Ու պարոն Մանուկյանի արձագանքը հետեւյալն է, ասում եմ, ես չէի սպասում, որ խմբագիրները այսպիսի ռադիկալ առաջարկներ կանեն, փաստորեն դուք ավելի արմատական եք տրամադրված, բայց կարծեք թե հենց իրականություն դա էր, ինչ որ այդ ու նաև ես էի առաջարկել այն ժամանակ։ Նայեք Բորիս, դրա համար էլ այսպես կոչված լայթ ձևով տրամադրված մեր ընդդիմադիր գործիչների մոտ ոչինչ չի ստացվում։ Այդտեղ է հենց պատասխան։ Այդտեղ ռադիկալի, ոչ ռադիկալի հարց ընդհանրապես չկա։ Ես երկար բացատրում եմ, այսքան տարի։ Հնարավորությունը դա էր, ոչ թե ռադիկալ, այլ դա էր։ Դա է քինը։ Իշխանություն վերցնելու ընդդիմության կողմից ու իշխանություն պահելու իշխանության կողմից։ Գինը դա է։ Այս տարածաշրջանում դուք որ նայեք, դուք կգտնեք հարյուրավոր, հազարավոր նման օրինակներ։ Տարիների, տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում։ Միշտ դարեր շարունակ իշխանությունը ունի գին։ Ուզում է ինչ-որ մեկը վճարել, վերցնել, ինքը պետք է պատրաստ լինի դա վճարել։ Չի ուզում, պետք է այլ ավելի հանգիստ գործով զբաղվի կամ զբաղվի նրանով, ինչ որ զբաղվում է մեր, ասենք, ճակերտավոր ընդդիմությունը, պայքարի իմիտացիայով։ Ընդ որում, ես սրա մասին վերջերս գրել եմ, ուրեմն մի անգամ էլ ասեմ։ Նայեք, շատերը զարմանում են, թե ինչի է Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում
բազմաթիվ անձայք, ովքեր ընդդիմության դաշտում են, նրանց ընտանիքի անդամներ շահում բազմաթիվ տենդերներ։ Շատերը զարմանում են, ինչ ոնց է դա հնարավոր։ Օրինակ ես զարմացած եմ։ Այո, ես բացատրեմ, եթե չեք կարծացել այդ գրառումը։ Նիկոլ Փաշինյանը իր հակառակորդներին շատ լավ ճանաչում է։ Ինքը գիտի, որ այս մարդիկ ուզում են իշխանություն վերցնելու, որպեսզի աշխատեն փող։ Հիմա տալիս է այդ տենդերը, ասում է, «Էսա, ուզածներ այդ փողը չի աշխատեք»։ Ու ըստ դրա ինքը հաշվարկել է, որ եթե սրանք փողը աշխատում են, բա էլ ինչի իրանց ստիպեն, չէ, գնալ ձեր ասած ռադիկալ քայլերի, գնան այդ ռիսկի, որ փորձեն վերցնել իշխանություն, որտեղ իրանց նպատակը իշխանության մեջ հենց որ եղել են։ Եղել է փող աշխատելը։ Ուրիշ ինչ որ ասեն, գիտեք ոնց է, ինչ որ ազգային վեց ծրագիր, այդ մարդիկ իշխանության ժամանակ չեն իրականացրել։ Շատ բարեհաջող ձևով աշխատել են փող։ Հիմա տալիս է այդ հնարավորությունը։ Եվ դրանով նրանց պահում է, այսպես ասած, այդ լայց դաշտում, որ էսա կարակ միտքս ավարտեն, բեմադրեք պայքար, բեմադրեք իմիտացիա, դուք ընդդիմություն եք, հասկանում եք, բայց ռադիկալ քայլեր չեն անի, որտեղ այդ փողը գալիս է այդ տենդերներից։ Նայ, ես իհարկե այս դրվագեն ինչ որ դու ասցիր կա ընդդիմության մեջ, բայց ես կարծում դու հիմա բացարձակացնում ես, այսինքն տարածում ես բոլորի վրա։ Համաձայն եմ, ես ավելի շատ գիտեք ինչ մոտեցումն է, որ ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք իրականում ուզում են փոփոխություններ, բայց ձևը չգիտեն, անկեղծ ես։ Ձևը իմացողներին լսել էլ չգիտեն, իհարկե սա էլ է խնդիր, շատ կարևոր խնդիր է, որը անլուծելի է դարձնում իրենց խնդիրները։ Բայց ես այսպես բացարձակ չէի կարող տարածել, որովհետև գիտես, նայ, երբ որ լավ հարցամ քեզ, բայց դերացա չէ, ձևը չգիտեմ, բայց պատրաստ են 15-20 տարի նստել, զոհվել իրանց ընտանիքի։ Հիմա ավարտեմ։ Ես երևի թե այդ հարցս բոլորին տամ, ում այդ հասցնում շփվել, այն ժամանակ քո այդ հարցին կպատասխան։ Բոլորին չեմ հասցրել տալ։ Անկեղծ եմ ասում։ Եվ մյուս կողմից ընդդիմության մեջ կան նաև ոնց որ նոր հայտ ներկայացնող ուժեր։ Այս դեպքում էլ կարծում թե ժամանակը պիտի երևի ցույց տա իրանք ինչ հնարավորություններ բաներ ունեն կամ ինչ ճանապարհով են գնում։ Ես ինչ եմ ասում, որտեվ հիմա լավ, այստեղ որ նստում եմ, դառնում եմ ես լրագրող, բայց ես նաև քաղաքական շարժման ներկայացուցիչ եմ, ես օրինակ չէի համարի, որ մենք չենք ուզում իշխանություն վերցնել։ Այլ բան, որ հիմա այդ ուժը հիմա ոնց որ այդքան չի երիքում, բայց ժամանակը ցույց կտա։ Համաձայն ես։ Ճշտի ձեր այդ քաղաքական։ Համաձայն ես։ Նայ, Բորիս, նայ։ Գլոբալ առումով։ Ուզում եմ ասեմ, միանշանակ չի էլի այդ ամենը։ Միանշանակը հետևյալն է, որ մի օր, պարզ է, որ հայտնվելու են ուժեր, ովքեր հանուն իշխանության պատրաստ են լինելու ավելինի։ Եթե այսօր չկան, ես վերլուծում եմ այսօրվա տիտղոսային ընդդիմությանը։ Դա չի նշանակում, որ քաղաքում, երկրում մարդիկ, կարող է, որոնց մենք ճանաչում ենք, վաղը պատրաստ չեն լինի այդ իմ ասած իրական քաղաքական պայքարի։ Ես դա չեմ անվանում ռադիկալ։ Ես դա անվանում իրական։ Դա իմ անվան, ես էլ չէի անվանում, դա պարոն Մանուկյանի ձևակերպումն էր։ Կա իրական քաղաքական պայքար, կա պայքարի իմիտացիա։ Ընդ որում այդ իմիտացիան նոր չի, Բորիս։ 30 տարի բոլոր իշխանությունների ժամանակ այդ ընդդիմության ճամբարներում դա եղել է։ Այո, դա շատ։ Եվ 2018-ին իմիտատորը բերվեց իշխանություն։ Չէ, դա չէ, իմիտատորը չբերվեց։ Բերվեց իրանց, այսպես ասած, իրանց ախորում աճեցրած էշը, իրանց տերմինոլոգիայով ասած։ Հա։ Այսինքն Մելիք Ադամյանում երկար տարիներ սնված իշուկը բերվեց իշխանության։ Որովհետև իրանք են, չէ, այդ տերմինոլոգիան մտցրել, այդպես։ Դե ասում են Մելիք Ադամյանում պատվանում լավ կեր են տալի։ Բավականին լավ սնված, աճացրած, ընդ որում դա իրանք էլ են ընդունել, ճիշտ է։ Այնպես չի, որ իրանք ասում են, որ երբևիցե Նիկոլ Փաշինյանին չեն սնել։ Իրանք են ասում, որ լավ էլ սնել են,
դու մի քիչ խորանակ անգամ ծնել են։ Հիմա գանք ցեղասպանության ու շահամալիրում ես ինչ եմ ասում, որովհետև քո վերլուծության որ նայում ենք, այս մարդու հայտարարությունը եւ իր մյուս հայտարարությունը նոնսենս է, իրար չի անպատասխանում։ Մի կողմից Սերժ Սարգսյանը ասում է մենք ունենք ծրագիր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, մյուս կողմից լրագրողի հարցին պատասխան դուք պատրաստ եք, դուք գաք իշխանության, ասում է չէ։ Այդ դեպքում ոնց կարող կուսակցություն ունենալ ծրագիր, կուսակցության ղեկավարը իշխանության գալու ցանկություն կամ պատրաստակամություն չունենա։ Բա ո՞րն է այդ ծրագիրը, ինչ որ սատելիտներ բան անել, դաշտ մտցնել։ Չէ, մարդիկ ուղիղ տեքստով ասում են, որ իրանք զբաղված են ժողովրդական լեզվով ասած քաղաքական մուտիլովշիկությամբ։ Ավել ոնց ասեն։ Եթե իրոք մարդիկ ինչ են ասում։ Ծրագիր ունենք, բայց տեխնացու չունենք։ Եթե դու ասենք համարում ես քեզ կուսակցություն, եկա կուսակցություն, չէ, եւ որի առաջնորդը տեխնացու չի, բա ինչով եք դուք զբաղված։ Ուրեմն նշանակված է, որ իրանք զբաղված են քաղաքական դաշտում, ուղակի այդ ժողովրդական այդ բառը շատ հոյակապ է, այդ մուտիլովշիկությունն է։ Ո՞րն է նպատակը։ Դե հավանաբար այն ինչ որ վերջի տարիները անում են, էլի, փորձել քաղաքական դաշտում ում հնարավոր է փչացնել։ Կոպիտ ասած նոր էջ բերել։ Չէ, ում հնարավոր է փչացնել, որպեսզի իրանք մնան, այսպես ասած, այդ ընդդիմության ծիրի մեջ, որը իրանց լիովին ձեռնտու է այս բանը։ Տենդերները կա, փողը կա, ամեն ինչը կա, էլի չա պետք։ Երբ այսպես ասած ավելին պետք լինի իշխանության հոգսել քո վրա չի, ինչ էլ որևէ ուրիշին ես քրփում։ Առաջ բոլորը այսպես ասած ընդհանրապես բոլորը կենտրոնանում են իշխանության վրա, չէ։ Իսկ եթե դու ընդդիմություն լինելով կարողանում ես այդ փողը գալիս է, չէ, տենդերների տեսքով, բայց ինչ խնդիր ունես։ Դե Նիկոլն էլ հաշվա, դրա համար ձևավորվել է իշխանություն, այսպես ասած, այսպես կոչված ընդդիմություն, փոխշահավետ ալյանս։ Եվ լուծում։ Լուծում, եթե Ինչ ես տեսնում այսպես ասած, դե գիտեք ոնց է, լուծումը կլինի ժամանակի ընթացքում։ Հենց որ հայտնվեն իրական պայքարողներ։ Քանի իրական պայքարողներ չկան դաշտում, ընդ որում այդ իրական պայքարողների դեմ իրանք համատեղ կպայքարեն, ներկայիս եւ իշխանությունը եւ այսպես կոչված ճակերտավոր ընդդիմությունը, որ իրական պայքարողներ չլինեն։ Բայց հենց որ հայտնվեն իրական պայքարողներ, բարձ է որ այդ փոխշահավետ ալյանսը կփլուզվի։ Իսկ մինչ այդ փոխշահավետ ալյանսը 7 տարի բավականին արդյունավետ գործում է։ Ինչքան կարող է ձգել Նիկոլ այսպես։ Ինչ եմ սա ասում, որովհետև սովորաբար դու էլ երկար ժամանակ քաղաքական process-ներ ուսումնասիրող ես, վերլուծող ես, գնահատականներ տվող ես, ծրագրեր, այսպես ներկայացնող ես, դու լավ ես հասկանում, երևի թե բոլոր շատ օրինակներով մենք տեսել ենք, որ նախընտրական տարիներում, ընտրությունից 1 տարի առաջ, իշխանությունը առավելագույնս փորձում է չանհանգստացնել ժողովրդին, հա, ինչ որ ֆինանսական ծառայություններ։ Պլյուս դպրոցներ են սարքում, մանկապարտեզներ, կարմիր լենտեր են կտրում, չէ՞։ Հիմա այս իշխանությունը ինչ որ տրամաբանություն ծր փոխվել է։ Ընտրություններից, եթե ընտրությունները տեղ ունենան 26-ին ոչ ավելի շուտ, ընտրություններից փաստորեն 1 տարի առաջ տոտալ թանկացումներ տարբեր ոլորտներում։ Տրանսպորտի գին, հարկեր, турքեր, գույքահարկ, հա, հիմա արդեն տրանսպորտի 150 դրամը չվճարելու համար 15000 դրամ տուգանք են ուզում մտցնել այդ համակարգի մեջ եւ քաղաքացիներին տուգանել եւ այսպես շարունակ եկամտային այդ արդեն անունն էլ մոռացա։ Մի խոսքով եկամտերի հայտարարագրում, այսինքն հիմա այս իշխանության գործողությունը որ նայում ես, իմ մոտ տպավորություն որ ասում են եկեք իշխանությունը վերցրեք, ժողովրդին մենք գրգռում ենք, մեզ ատելի ենք սարքում, նաև սոցիալ տնտեսական հարցերով եկեք մեր ռադները քաշել տվեք։ Նայ Բորիս, սա նշանակում է, որ բյուջեն այն կարգի է դատարկ, որ իրանք անգամ գնում են այս ոչ պոպուլյար քայլերի։ Դուք էլ եք ասենք տեսնում, չէ, 7 տարիների ընթացքում
ինչ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը արտաքին պարտքը ինչքան է աճել։ գրեթե 7 միլիարդից ավել։ Հասկանում եք, այսինքն սա պայմանավորված է, որ իրենց պետք է ամեն գնով փորձել փող հավաքել։ Ու այդ պարագայում այո, իրանք զոհաբերում են նաև այդ ձեր ասած պոպուլիզմը։ Այսինքն դուք պատկերացրեք ինչ կարգի բյուջեն դատարկա։ Այսինքն ոնց են այս իշխանությունները տապալել երկրի տնտեսական զարգացումը, երկրի տնտեսական քաղաքականությունը։ Ինչի մասին մենք տարիներ շարունակ ասում ենք, որ դա 26-ի ընտրությանը ինչ առաջարկով են։ Դե նայեք, իրանք հավանաբար ինչպես միշտ, ինչպես եւ նախորդ իշխանությունները փորձելու են դա իրականացնել օգտագործելով վարչական ռեսուրսները։ Դա է լինելու իրենց այսպես ասած, ու նաև տարբեր քաղաքական կոմբինացիաներ, այսինքն թույլ չտա, որ իրական պայքարողներ հայտնվեն, դաշտում թողնեն, այսպես ասած, իրանց ժողովրդի կողմից ոչ ընդունելի ֆիգուրների, այդ ֆիգուրներին որպես հակառակորդ իրանց կնքեն եւ նրանցով գնան ընտրությունների, տարբեր տեխնոլոգիաներ պլյուս ադմինիստրատիվ ռեսուրս։ Դա է, այսպես ասած, իրանց հույսը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Արիշի շատ հետաքրքիր քննարկման համար։ Վաղուց հենց զուտ ներքաղաքական եւ այս process-ների տեսանկյունից չենք զրուցել, ինձ հետաքրքիր է լսել քո վերլուծությունը, կարծում եմ մեր հեռուստատողներն էլ շնորհակալ եմ, ես շատամ զրուցում էի Արգիշ Տիկիվիրյանի հետ վերլուծաբան, ստեսություն կհանդիպենք։